Բարի այսօր սիրելիներ, շնորհակալ ենք, որ այսօր անգամ եւս Աստված մեզ կյանք տվավ եւ հոս հավաքվեցանք միասին Տերոջի խոսքը սերդելու։ Այս երամսյակին նոր սերդողություն ունենք, սերդողության անունն է ինչպես ուսումնասիրել աստվածաշնչյան մարգարեությունները։ Աստվածաշնչի մեջ շատ մարգարեություններ կան, բայց ինչպես կրնանք անոնք ուսումնասիրել, ինչպես կրնանք գիտնալ, որ մենք նշիդակ ճամփան անդիգաբիտ ուսումնասիրենք, ասի է ցերնարգը, եթե գուզեք կրնանք հեռացայնել մեզի եւ կրնանք ավելի մանրամասնորեն անել դասերը։ Աղոթենք, երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մեդեր, որ այսօր անգամ եւս մեզի կյանք տվիր, ոտքի հանեցիր եւ քու դաջարդ բերի, որովհետեւ գանանք քու խոսքը լսել, քու խոսքը ցերդել, կխնդրեմ, որ Սուրբ Հոգիով մեր սիրտերը փանաստեր, իմաստուն դաս խոսելու, լսելու, հասկանալու, ըմբռնելու եւ նաեւ յուրացնելու մեր կյանքին մեջ։ Այս ամենը կխնդրեմ Հիսուսի անունով, անօթափած արյան արժանիքով, ամեն։ Այս վերջին օրվա մարգարեություններ հասկանալու հիմքը Դանիելի երկրորդ գլուխն է եւ հայտնություն Հովաննում։ Ամենամեծ մարգարեությունները աս երկու գիրքերուն մեջ կբարունագեն, այսօր քիչ մանոց վրա պիտի անցնենք։ Ասոնք ոչ միայն մարգարեություններ կբարունագեն, այլև կբարունագեն պատմական ուրվագիծը, պատմությունը եւ անոնց իմաստը բացահայտելու եւ մեկնաբանելու բանալին։ Դանիել երկրորդ գլուխը եթե կգարտակ, կպատկերը 4 համաշխարհային դերություններ։ Դանիելի երկրորդ գլուխին մեջ կտեսնանք արձանի պատմությունը եւ այդ արձանը մեր աշխարհին 4 պատմությունները, 4 դերությունները կներկայացնե։ Առաջինը Բաբելոն, երկրորդը Պարսկաստան, երրորդը Հունաստան եւ չորրորդը Հռոմ։ Եվ Հռոմը չի վերջանար, որուն կհաջորդե Աստծո կողմեն իր հավիտենական թագավորությունը եւ անոր հաստատումը, որ հավիտյան չի ավերվիր, կսե այլևս, եւ անոր դերությունը ուրիշ ժողովրդի չի դրվիր։ Այն պիտի գործանե ոչ չասնե այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան, այսինքն Աստծո թագավորությունը պիտի մնա հավիտյան։ Եվ մենք այդ պատկերին, եթե պատկերը ասկի առաջ գիտած եք, գիտենք, որ մատներուն ծայրը հասած ենք, եղունգներուն ծայրը, այսինքն այդ հրստկա արձանին, որ մարդումը գերբարան կներ, անոր ոտքին մատներուն ծայրը հասած ենք, գրեթե պատմության վերջավորության հասած ենք մենք։ Մենք հիմա հոն գաբրինք։ Այս աշխարհային տերությունները ի հայտ կուքան եւ կանհայտենան։ Միշտեր Աստծո թագավորություն հավիտյան կմնա, հավիտենապես է։ Դանիելի 7-րդ գլխի մեջ հրեշտակին խոսքերը մեզի այսպես կմեկնե. այս 4 մեծ քազանները 4 թագավորներ են, որ ելեն երկրեն։ Իսկ թագավորություն ստանալու համար ամենաբարձրալուն սուրբերը եւ կդիրանան թագավորության հավիտյանս հավիտենից։ Այսինքն մինչև հիմա եղող բոլոր թագավորությունները գիտենք, որ եկան եւ կացին Բաբելոնը, Պարսկաստանը, մանած Պարսկաստանը, այսինքն Հռոմը, Հունաստան, Հռոմ, անոնց բզդիկ կդորներ կան, բայց որպես համաշխարհային թագավորություն չի կան այլևս։ Բայց վերջինը, որ պիտի լա Հիսուսի թագավորությունը անիկա հավիտյան պիտի մնա։ Ուրեմն մեր այսօրվա դասը սկսելու համար քիչ մտերս եմ անոր մասին, կսե որ Հռոմի ժամանակներում, որ 4-րդ եւ վերջին երկնային դերությունն է նախքան Քրիստոսի վերադարձը, այդ Հռոմը չի վերջացավ։ Հռոմին թագավորությունն են դեռ մինչեւ հիմա մասնիկներ կան, հռոմեական գայսրությունը դեռ մինչեւ հիմա իր մասնիկները ունի մեր մեջը, դեռ չի վերջացած, այսինքն անիկա խառնվեցավ գավին հետը, հռոմեական գայսրությունը խառնվեցավ։ Ուրեմն շատ պատկերներ կան, որ փոխաբերական են եւ անիկա փոխաբերությունը պիտի հասկանանք։
Անշուշտ թե մենք ամեն ինչ պետք է խոնար աղոթքով եւ հնազանդ հոգիով մոտենանք, որպեսզի գայնանք շիրակը հասկանալ։ Վերջին ժամանակներ մոտավորապես հայտնյան քիրքի, մասնավորապես հայտնյան քիրքի մարգարեություններն ալ միասին պիտի սերդվին։ Անշուշտ թե աս ամեն շատ երկայն սերդողություն գզե դարիներ գուզե որ լավ գայնա մեկը հասկանալ մարգարեությունները, բայց մենք արագ մվրային պիտի անցնենք։ Ուրեմն այս շաբթվա տասը, որ պիտի սկսենք, մարգարեությունները մեկնաբանել որոշ սկզբունքներ թեման է եւ պիտի գարտանք մեր համարն է Երեմիա 9-րդ գլուխ 24-րդ համարը։ Գարտանք Երեմիա 9-րդ գլուխ 24-րդ համարը։ Բայց ան որ գբարձենա, թող անով բարձենա ու կհասկնա, որ զիս կջանչնա։ Եվ իրենք թե ես եմ դերը ու երկրի վրա ողորմություն կիրավում արդարություն գնեմ, քանզի ես անոնց կհաջիմ։ Այո։ Ով որ գբարձենա, թե մենք ինքը փամը գիտե, կամ ինքը փամն է, գսանով թող բարձենա, որ ինձի կհասկնա։ Այսինքն Աստծո խոսքը կհասկնա։ Աստծո ասածը կհասկնա։ Ասի է մարդը, որ պիտի բարձենա, միայն ադո հետ կգնա բարձենալ, որ Աստված կջանչնա։ Եվ գիտե թե ես եմ դերը, որ երկրի ողորմություն, իրավունք ու արդարություն գնեմ, քանզի ես ասոնց կհաջեմ, գսե դերը։ Ուրեմն Աստված կուզե, որ մենք հասկանանք։ Աստված ո՞ր մեկ բան գսե իր բծարաներից քաղտի չեմ բահած։ Ինչ որ աշխարհի մեջ կդգադարվի, Աստված կուզե, որ մենք հասկացողության միտք ունենանք, հասկանանք։ Շատերը գսեն, որ հայտնյան քիրքը ես չեմ գնալ հասկանալ, գվախնամ եւ չեմ ուզել գարտալ, քանի չեմ հասկանալ, բայց Աստված քեզի գհրավիրե, որ դու գարտաս եւ հասկանաս։ Նույնիսկ հոգեվորներ կան, որ հայտնյան քիրքը գսեն, որ անըմբռնելի է, բայց այդպես չէ։ Եթե Աստված գսե, որ գուզե հասկանա, ուրեմն պիտի հասկացնե քեզի, եթե մենք խոնարհությունով կանք եւ խնդրենք։ Աստված կսե եղբայրներ կխնդրեմ ցեզի մեր Տեր Հիսուս Քրիստոսյանով բոլորդ միապանը լակցեր մեջ եւ պարագություններ չլան, այլ նույն մտքի եւ նույն գարձիկի մեջ հաստատուն լակ։ Ուրեմն մենք նաեւ երբ որ միասին գսերդենք, նույն միտքի վրա գուքանք։ Ուրիշ տեղ գսե որ ով որ գարտա թողանիգա հասկնա։ Թանին համար գսե անիգա, այո։ Աստված մեզ գհրավիրե, որ գարտանք, ընդունենք, եւ Աստված իր ուղերը չի խոսիր, մենք նույն բանը գսեմ, որովհետեւ մենք կայնանք ճշմարտությունը, հասկանանք, որ Աստված իր խոսքի միջով մեզի կփոխանցի։ Ուրեմն գարտանք Մատթեոս 24-րդ գլուխ եւ 15-րդ համարը։ Ուստի եւ տեսանք արևմուտքեն դոդություն ու Թանիել մարգարեի միջոցով ասված է, թե սուրբ տեղ կգենա, ով որ գարտա թող հասկանա։ Ով որ գարտա թող հիմա ասի Հիսուս կսե։ Ինչ կսե, եթե տեսնակ արևելքի մեջի բղզությունը, որ գշատնա, որ Դանիել մարգարեին ցերկով ասված է, ուրեմն Հիսուս Դանիել մարգարեին քիրքը գուզե որ մենք գարտանք եւ հասկանանք։ Գուզե որ փանա դի մեզի համար։ Հայտնության մեկ երեքի մեջ գսե Երանյանով որ գարտա ու անոնց որ գլսեն այս մարգարեության խոսքերը եւ գբահեն ինչ որ անոր մեջ գրված է, վազի ժամանակը մոտ է։ Ուրեմն քիչ արածելն այն գարտած մեջ գսե որ ով որ գարտա թող հասկանա, հայտնության մեջ տալ Հիսուս մեզի գսե որ Երանի անոր որ գարտա եւ գհասկանա։ Ուրեմն մեր մեջ մեր վրան օրտնություն մգա։ Օրտնություն գա անոր վրան ով որ գարտա եւ գհասկանա։ Որչափ կշեշտենք, որ պետք է մենք աստվածություն գարտանք եւ հասկանանք։ Շատ դեղեր կան համասարանների մեջ, որ աստվածաշունչը որպես քրական քիրք կառնեն եւ կգարտան։ Այդպես չենք կնալ հասկանալ։ Ասիկա քրական քիրք չէ, ասի Աստծո խոսքն է։ Եվ ներշնչված քիրք մնե, Աստված կուզե որ մեզի սորվեցնե եւ մենք պետք է անիկա ուշադրությամբ եւ յուրացությամբ գարտանք եւ հասկանանք։ Եթե մենք պարզապես կարդանք աստվածաշունչը որպես որևէ մեկ քիրք, առանց ճիշտ վերաբերմունքի Սուրբ Հոգին առաջնան չունենանք, մենք չենք գնալ, նույնիսկ վնասակար կգնալ մեզի համար։
Mà չարնե կսեք որ թակույնս է որ ասվածաշուն չգարտալը վնասակար է ոչ սխալ թիրքով չենք կրնալ գարտալ ասվածաշունչը գարտանք Եսայի 55-րդ գլուխ 9-րդ համարը Եսայի 55:9 Եկե չունի Եսայի 55-րդ Հա 55-րդ գլուխ Կանց իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն ու իմ ճամփաներս ձեր ճամփաները չեն գսել դերը ապա որչափ երկինքը երկրեն բարձր է անչափ իմ ճամփաները ձեր ճամփաներեն բարձր են Այո եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներեն Այո, շնորհակալ եմ։ Հիմա հետաքրքիր, ասենք թե օրինակը, օդար երգիր գեցած, ասենք թե տեղարան կացիր եւ տեղը գուզես անել, բայց չես լեզուն չես գիտեր, որ իրեն ասես, որ դու գուզես, գիտես ինչ գուզես, բայց լեզուն չես գիտեր, որ ասես, որ ինչ գուզես։ Հիմա Աստված երբեմն մեզի բաներ մը գխոսի, մեր լեզուն չենք հասկանալ, Աստծո լեզուն չենք հասկանալ։ Ուրեմն Աստծո լեզուն հասկանալ համար Աստծո հոգին պետք ունենք, որ Աստծո լեզուն հասկանանք, Աստծո խորհուրդները Մեր խորհուրդները չեն, ուրեմն մենք պետք է Աստծո հաղորդակցվելու ճամփա ունենանք իրեն հետը։ Խոսքը պիտի գարտանք, այո։ Կսե խնդիրը այն է, որ մենք չունենք անհրաժեշտ փառաբաշար կամ մտավոր կարողություն, որ Աստծո լիովին հասկանանք։ Օրինակի համար, քանի մտեղեր կան Սամոս 139 Ես կփանամ ասոնք թայինասուն Ով դեր զիս քնեցիր ու ջանցար տուն գիտես իմ նստելս ու ելելս իմ խորհուրդս հերվեն գիմանաս իմ շավիղուս ու բարգես կքնես իմ բոլոր ջամփաներս գիտես վասի բնավ խոսք չկա իմ լեզվիս վրա ով դեր քութուն ամենը գիտես իմ յետևես ու արջևես զիս պաշարեցի եւ կուցերքը դին վրաս դրիր ասք իջին ինձ համար խիստ զարմանալի է բարձր է ու չեմ գնալ հասկանալ զանիգա տեսակ Դավիթ թագավորը նույնիսկ ասե որ շատ բարձր է Աստծո գիտությունը, շատ անգամ ամենը չէ որ գնանք հասկանալ, բայց պետք է բարդենք շարունակապար խնդրել, թագել, փնտրել որպեսզի կարողանանք հասկանալ։ 147:5 Մեծ է մեր դերը իր զորությունը շատ է, անոր իմաստությունը անհուն է։ Աստծո միտքը չեն կնանալ, բայց բզդիկ բամ Աստված մեզի նորեն գուտա։ Հռոմեացիս 11:33-ին մեջը 11:33 Կուզես թե առաջին Հովանու 3:20-ը փաստուն Առաջին Հովանու 3:20-ը փած ես 11:33-ը Ով Աստծո մեծության ու իմաստության եւ գիտության խորունգությունը ինչպես անքննելի են իր դատաստանները ու անզննելի են իր ջամփաները Եվ առաջին Հովանու 3:20 Յետեներ սդերը մեզ մեղապրեն, մենք իրենք է ասված մեր սդերը մեծ է և ամեն բան գիտե։ Աստված ամեն բան գիտե։ Ուրեմն որ չափով մենք կնանք Աստված հասկանալ։ Որ չափով խնդրենք Աստված մեզի գուտա, բայց չխորենք որ լման պիտի հասկանանք։ Մեր հավիտենականությունը պիտի ունենանք որ Աստված հասկանանք։ Աստված անսահման է եւ ամենակետ է։ Եվ վերջո մենք հազիվ գնանք հասկանալ արարչակորության մասին, քիչ մը խաղապար սկսանք ունենալ Աստված ինչպես մեզի արարեց, ստեղծեց։ Բայց գնանք հասկանալ թե Աստված ինչ իրավ մեր փրկության համար, ինչ անհրաժեշտ է մեր փրկության համար։ Ադի շատ լավ գնանք հասկանալ։ Տիմոթեոս, երկրորդ Տիմոթեոս 3:14 եւ 15 ով որ ունի։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 14 եւ 15 համարները Մենգունքովիչիգա, okay։ Սակայն
Տուն հաստատուն գեցիր այն բաներուն մեջ, որոնք սորվեցար եւ որոնց հավատացիր, բայց գիտես թե որ մեջ սորված ես, նաեւ քու մանկութենե տիվեր սուրբ քիրքերը գիտես, որոնք կնան իմաստունն էլ քեզ փրկվելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքովդ։ Ուրեմն մենք ինչ գիտենք, երբ որ սուրբ գարտանք, Հիսուս Քրիստոսի համար ունեցած հավատքը մեզի փրկության կդանի։ Մեզի այդ չափը պետք է։ Մանկութենե նիվեր ադիգա կրնանք սորվիլ։ Ասիգա կարևոր է մեզի համար։ Ուրեմն կրնանք եզրակացնել, որ մարգարեության գլխավոր նպատակներն մեկը փրկության ձեռագիր լուսաբանելն է, թե մենք ինչպես կրնանք փրկվել։ Հովանու մեկ ադիգա գսեր, որ ադիգա հովանու է։ Սկիզբեն էր փան ու փան Աստծոքով եւ փան Աստված էր, անիգա սկիզբեն Աստծոքովն էր, ամեն բան անով եղավ, առանց անոր փամը չեղավ, ինչ որ եղավ։ Ուրեմն Հիսուս ինքնինքը գտնե որ ինքը գզոհապերը է ինքնինքը յուրաքանչյուր մարդու համար, նույնիսկ խիստ մեղավորներուն համար, քանի որ Աստված մեզի շատ կսիրե, որովհետեւ մենք իրեն հասկանանք եւ փրկություն ունենանք։ Եվ թխեջ ու թշվար մարդիկ այնան գիտնալ, թե մեզի ինչ կառաջարկե Հիսուս, եւ մարգարեությունները ճիշտ ասիգա գնան սորվեցնել մեզի։ Հիմա կալով Դանիելի գիրքը, նայենք Դանիել 12 եւ 4 համարը։ Այո, հրամեցեք։ Այն ժամանակ Միքայել մեծ իշխաններ դիտի ելե, որ քու ժողովրդի որդիներուն վրա ենա, ու այնպիսի նեղություն ժամանակ ելա, որին նման է ասկլալեն մինչև այդ ադեմ եղած չէ, եւ այն ժամանակ քու ժողովուրդը պիտի հավատի Ներողություն 12 գլուխ 4 համարը կգարտաս։ միան ճորոտը գարտամ։ Հա։ Ինչ կրվա։ Սունով տան այս խոսքերը կոցե ու գիրքը գնքեն մինչև վերջին ժամանակ է։ Հադեր շատության դիդի գարտան ու Գիտությունը։ Այո, շնորհակալ եմ։ Այո, գիտությունը պիտի շատնա։ Գիտությունը պիտի շատնա։ Այո։ Մեծամաս կսեր, որ մեծ վերջավորության կսե, Աստված կսե, որ գիտությունը եւ շինարարությունը պիտի շատնա։ Կտեսնակ կսեր, որ չափ շինարարություն կա, մեր քաղաքն ալ միշտ շինարարություն կա։ Կսեր, որ վերջին ժամանակները մոդեցած են, քանի որ գիտությունը եւ շինարարությունը շատացած է։ Հետաքրքիր բանը գա, գսե քիրքը կոծե եւ գնքե, Դանիելի մարգարեության համար է ասիգա։ Դանիելն համարը սա, որ ասքու քրած քիրքը, Դանիելի քիրքը վերջին օրերու համար է։ Եվ երբ որ Հիսուս եկավ, Հիսուս ալ վերջին օրերուն եկավ, Հիսուսը սա, որ հիմա Դանիելի քիրքը գսե հիմակվա ժամանակվան համար։ Հիմա քիչ վերջը նորեն կգարտանք Դանիելին քիրքը քիչ մը կդարբերվի հայտնություն քիրքեն, ինչու հայտնություն 12:22 ինչ կսե, ով ունի հայտնություն 22:10, այո, Եվեսավենձի, այս վերքին մարգարեության խոսքերը մի ընկերված են ժամանակը մոտ է։ այո, հիմա տեսակ, որ հայտնության միջին գսե, որ քիրքը մի գնքեր, քանի որ ժամանակը մոտ է։ Ուրեմն Դանիելին համար գսե գնքե, վերջին ժամանակին համար է, երբ որ հայտնության կհասնենք, արդեն ժամանակը հասունցեր է, հասեր է, եւ գսե մի գնքեր, քանի որ ժամանակը մոտ է։ Ուրեմն հայտնություն քիրք եւ Դանիելին քիրքը միասին գերտան, քանի որ անիգա պիտի բացվի։ Դանիելին քիրքը բացվեցավ, հայտնությունը երբ որ եկավ, երբ որ Հիսուս եկավ, Դանիելին քիրքը ժամանակը հասավ, որ բացվի։ Այո, իրար գլարացնեն։ Որ հատկապես 1260 տարիներու այդ մարգարեության են վերջը, որ վերջացավ 1790 թվականին,
Շատերը սկսան բերել Թանելին քիրքը եւ հայտնությունը, որ գիտնան, որ ինչ է լալիքը։ Անոնց ամենահայտնին Ուիլյամ Միլլերն էր, որը քաշությունը 17-րդ դարուն մեջ էր եւ մեծ ադվենտիստական շարժմանը նեցուկ եղավ, որբեսի երեք հրեշտակներն լուրը հստակ մարդիկ կարողանան հասկանալ։ Գիտությունը մի շատն է, մինչև վաղճանի ժամանակը ասոնք կախասահմանված իրականացումներ են, այսինքն այս մարգարեությունները սկսան իրականանալ, իրականություն դարձան վերջին ժամանակներում մեջ։ Սակայն մարդիկ շատերը խավարի մեջ են, ինչպես որ եթե մի մեջ հաստատված 7-րդ օրվա մասին, նույնիսկ կմերժվի իշա հռոմեական հետազոտության մեջ արմատացած կիրակի օրվա, կամ եթե խորինք մահվան վերապելած բարձրացակ անդեղյակության մասին, երբ քրիստոնյաները ճնշող մեծամասնությունը կհավատա, որ այդ հեթանոսական քաղաքային կհավատա, որ մահացածները անմիջապես կջախրին դեպի այլ գոյություն, ինչը ոմանց համար կնշանակի այրվող դժոխք։ Ասոնք բաներ են, որ հաղրակ ասոնց մենք պետք է այնքան շնորհակալ եւ խոնարհ լինենք ճշմարտության իմացումով, որ ճշմարտությունը մեզ համար բացված եւ մենք կնանք ճշմարտությունը սորվել։ Ուրեմն Միլլերի մեթոդաբանությունը կարևոր է քանի որ ճանապարհ հարթեց վերջին օրերու մնացորդ եկեղեցին շարժման ցակման համար։ Կարդանք Մատթեոս 5-րդ գլուխ 18-րդ համարը։ Մատթեոս Սոնք կամալեք իրականության մեջ Ղուգաս է, Ղուգաս 24-27-ը։ Ով որ ունի Ղուգաս 24-27-ը։ Ղուգաս 24-27-ը։ 24-27-ը։ Այո։ Ուսկասելով Մովսեսյան ու բոլոր մարգարեներին կմեկները, ինչ որ իրեն համար բոլոր քիրքերում մեջ գրված էր։ Ուրեմն ովը սկսավ Մովսեսյանը սկսավ, այսինքն առաջին 5 քիրքերը, վերջի մարգարեները ամենը ինքը սկսավ մեկնաբանել, Հիսուսը սկսավ մեկնաբանել ինչ որ որոն համար գրված էր։ Հիսուսի համար գրված էր։ Եվ այդ նույն մեկնաբանությունը ասված Հիսուս կուզե որ մենք հալ գիտնանք։ Միայն հաշագերտներուն համար չէ, մեզի համար էլ է անիգա։ Գիտեք խճանկարներ կան, ասանք կարնես 60 գդոր գլա, 500 գդոր գլա, 1000 գդոր գլա։ Երբ որ գսկսից իրար կովկովի puzzle է, այո, խճանկար։ Կովկովի գուզես տնել, եթե միայն մեկ բզդիկ մաս բտնես, գնաս ամեն պատկերը տեսնալ։ Չես տեսնա, միայն մեկ տեղը գայլ է գովը գտեսնաս, օ գսես ասի գովու նգար է։ Վերջը քիչ մթեր գտես, մեկ հատ հավ գտեսնաս, քիչ մթեր գտես, արև գտեսնաս, դեսնաս, որ պատկերը փոխվելու սկսավ, մինչև որ ամեն խճանկարը տնես, գտեսնաս, որ օ ասիգա ակարակ մնե, որ վերը լեռներ կան, յետևը ամբը գա, երկինքը գերևնա, խոշոր խճանկար մի ելավ։ Մենք Աստծո խոսքեն միայն 1-2 համար առնելով չենք գնալ լման պատկերացում ունենալ, թե Աստվածաշունչը ինչ կսե մեզի, կամ մարգարեությունը ինչ կսե մեզի։ Մենք պետք է ամենը, բոլորը միասին սերդենք, որպեսզի կարողանանք լրիվ լման պատկերացում ունենալ։ Օրինակի համար Դանիել 7-րդ գլխի մեջ արջ կսե, արջին խորհրդանիշը գա։ Շատերը գխորին որ քանի որ Ռուսաստանը ինքնին արջի նմանցն է, ադի Ռուսաստանը բայց այդպես չէ։ Արջի իրականության մեջ մարած Պարսկաստանն էր, երբ որ կաս անյալ նման ուրիշ թեմա է։ Գիտեք գտեսնանք որ եղջյուրը գսե կարող եք խորհրդանշել քաղաքական ուժ կամ ազգ։ Սուրը Աստծո խոսքն է,
Բայց ինչպես ասիկա մենք կրնանք վերլուծել, քանի որ Սուրբ Գիրքը ինքը իրեն կբացատրե, թե ինչ է ասածը։ Օրինակի համար առաջին Պետրոս 5:13-ին մեջ է գսե, որ Հռոմ քաղաքը քաղտնապար Պետրոս Արաքյալ գսե, որ Փափելոն գանվի։ Ինչու համար երբեմն խորհրդանիշով գխոսի Սուրբ Գիրքը։ Ինչու համար մեկ անգամ չէր գնարսել Հռոմն է։ Քանի որ արդեն հալածանք կար, եթե բացեի բաց ասեր, ավելի հալածանք պիտելար։ Անոր համար ինքը քողարկված կխոսի, որբեսի հալածանքը չի շատնա այդ ժամանակին մեջ։ Ուրեմն խորհրդանշական հաղորդակցության ծև մներ ադիգա։ Եվ Աստված բայց կուզե, որ մենք հասկանանք այս խորհրդանիշներուն իմաստը։ Այնպես չէ, որ ըսավ եւ տուն մութին մեջ գեցիր։ Չէ, Աստված կուզե, որ տուն հասկանաս, ամեն բան հասկանաս։ Երբ որ գսե գին, Աստվածաշունչին մեջ երբ որ գսե գին, մենք ինչ կհասկանանք։ Եկեղեցի, գնոջ վատկերն է եկեղեցին։ Երբ որ գսե շատ ճուրեր, ինչ կհասկանանք, շատ ճուրերը սաստեղը, շատ ժողովուրդներ, քանի որ Աստվածաշունչը ինքն են կբացատրե, որ շատ ճուրերը, շատ ժողովուրդներ, լեզուներ, ցեղեր կնշանակե։ Այսօրվա համար կարծեմ ասչափն է, որպես ներմուծական, մենք բզդիկ պամը բիդի գարտամ, ծառայողները և ժողովուրդը հայտարարեցին, թե Դանիելի և հայտնության մարգարեություններն անհասկանալի քաղաքներ են։ Բայց Քրիստոս իր աշակերտներն ուշադրություն ուղղեց Դանիելի մարգարեական այն խոսքերուն, որոնք կվերապերվեին ճիշտ իրենց օրերում սպասվող իրադարձություններուն, ասելով. Կարդացողը թող հասկանա, Մատթեոս 24:15։ Իսկ այն բնդումը, թե հայտնություն անբացատրելի քաղաքնիկ է, կհագասե ճիշտ գիրքի անվանմանը, կսե Հիսուս Քրիստոսի հայտնությունը, այսինքն բացատրությունը, որ Աստված տվավ իր ծառաներուն ցույց տալու, ինչ որ շուտով պիտի ըլլա։ Երանելի է այն մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողը եւ ասոր մեջ գրվածները բահողը, որովհետեւ ժամանակը մոտեցած է։ Դանիելի հայտնության ուսումնասիրությունը միտքը գուղե Դանիելի մարգարեությունը եւ երկուսն ալ կբարունագեն կարեւորագույն խրատներ։ Աստված մարդկանց կհայտնի աշխարհի պատմության վերջը սպասվող դեպքերու մասին։ Հովանեսին բացատրվեցավ կամ բացահայտվեցավ եկեղեցի փորձառության վերաբերող խոր եւ ցնցող տեսարաններ։ Օրինակ համար 7 եկեղեցիում գրված իրեն 7 պատկամները եկեղեցական շրջանին 7 շրջաններն են, որ եկեղեցին անցավ այդ շրջաններու մեջ են, եւ մենք հիմա կգտնվենք 7-րդ եկեղեցի շրջանին խաղապարին մեջ։ Վերջին եկեղեցին է։ Այն տեսավ Աստծո ժողովրդի վիճակը, անոր սպառնացող վտանգները, անոր բայկար եւ վերջնական ազատագրումը։ Հովանես Արաքյալը տեսավ։ Այն քրած է վերջին լուրերը, որոնք պետք է հասունացնեն երկրի հունձքը, կամ որպես ծորենի խուրձեր, երկնային ամպարների, կամ որպես ցախ կրակին տալու համար։ Պարապտեղը չի գրեց, որ կամ մարդիկ փրկվին, որպեսզի երկինքի թագավորության արժանան, թե ոչ ցախ պիտի լան, այսինքն անբետ պիտի լան եւ գրագի պիտի նետվին։ Հովանեսին հայտնվեցավ խիստ կարևոր պատգամներ, հատկապես վերջին եկեղեցի համար, որպեսզի անոնք, ովքեր մոլորոտեն են կդառնան թեպի ճշմարտություն, տեղյակ կլան իրենց սպասվող վտանգներու եւ բայկարի մասին։ Ոչ ոք չպետք է խավարի մեջ լա երկրին սպասվող իրադարձությունների վերաբերյալ, ասի մեծ բայկար քիրքենք ըստի հատվածներ, որ կարդացի։ Ուրեմն այսօրվա մեր ուսումնասիրության համար մենք 5 սկզբունքներ տեսանք։ Առաջին սկզբունքը ինչ էր, որ Աստվածաշունչը գտնա հասկանալի ըլլալ յուրաքանչյուր մարդու։ Ասի առաջին սկզբունք, երկրորդը Աստծուն լիովին հասկանալ կսահմանափակվի մարդուն հնարավորություններով։ Լիովին չենք գնալ հասկանալ քանի որ մենք սահմանափակ ենք։ Երրորդը, որ հասկացանք Աստված վերջին օրերուն կբացահայտե մարգարեությունները։ Չորրորդը, Աստվածաշնչյան տվյալ մարգարեությունը հասնելու համար պետք է ուսումնասիրել ամբողջ Աստվածաշունչը, եւ 5-րդ սկզբունքը Աստվածաշունչը ինքը իրեն կբացատրե իր խորհրդանիշերը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, դեր օրհնե իր խոսքին սերդողությունը։
Մինչև հաջորդ հանդիպում։